Ինչպես մեկ օրում մի քանի ժամում Արցախը դատարկվեց ու հայաթափվեց։ Ինչպես արցախցիները դատարկաձեռն ու արցունքներով լքեցին իրենց տունն ու հայրենիքը։ Սովի, սարսափի, հույսի, կորստի երկար ու ձիգ ամիսներ, իսկ հետո ժամեր, որ ավարտվեցին մի քանի կապոց հագուստով ու դատարկված տներով։ Հուզիչ, ցավոտ ու սահմռկեցուցիչ պատմություն, թե ինչպես կորցրին հարազատներին տունն ու հայրենիքը։ Արցախցի լրագրող հաղորդավար Ծովինար Բարխուդարյանը պատմում է իր ու եւս 12 արցախցի կանանց ցնցող, ցավեցնող, բայց ապրելու ուժ տվող իրական պատմություններ։ Մեկ գրքում հեղինակն ամփոփել է իր եւ 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Ականատեսի ճշգրիտ վկայություններ, ծանր գաղթի մղձավանջային ճանապարհի ու կորցրած հայրենիքի մասին։ Ծովինար Բարխուդարյան, վերջին կարմիր շրթներքը, Արցախյան օրագիր։ Գրքի գլխավոր հովանավոր, Ամրոց ազգային զարգացման հիմնադրամ։ Ինչ անդրադառնում ենք գրքին, սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես հեռուստաշնորհանդեսի այս պահին ուղիղ եթերում Նյումեկ հրատարակչությունը ներկայացնում է Արցախյան վավերագրություն Ծովինար Բարխուդարյանի Արցախյան օրագիրը, վերջին կարմիր շրթներքը։ Գրքի գլխավոր հովանավորը Ամրոց ազգային զարգացման հիմնադրամն է։ Այս պահին մեր տաղավարում է Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քնարիկ Ջալաթյանը։ Բարի առավոտ, Քնարիկ, բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Գրքին անգամ իհարկե նախորդ անգամ եւս արցախյան գրքի շնորհանդես էր ներկայացնում Նյումեգը եւ ինչպես միշտ Ամրոցն էր գլխավոր հովանավորը, այս անգամ եւս բացառություն չէ։ Խնդրում եմ այս գրքի մասին անդրադառնանք այսօր Նյումեգ հրատարակում է, այո, դուք հովանավորում եք կրկին անգամ, ինչպես եղավ համագործակցությունը նաև այս գրքի հետ կապված։ Ճիշտ նկատեցիք, այս եթերաշրջանի կարելի ասել երկու արցախյան կարևոր գրքերի հովանավորը Ամրոց ազգային զարգացման հիմնադրամն էր եւ ինչպես նախորդ անգամ առիթ ունեցա ասելու, որևէ ծրագիր նախաձեռնելիս կամ հովանավորելիս Ամրոց ազգային զարգացման հիմնադրամը անցկացնում է մեր 4 հիմնասյուների ֆիլտրի միջով, որոնք են հայրենիք, լեզու, արժեքներ եւ հավատք, եւ այս գրքի պարագայում նույնպես, երբ որոշում ենք ստանձնել հովանավորությունը, մեր պատկերացման մեջ հայրենիք հիմնասյան մեջ էինք իրեն պատկերացնում, սակայն երբ արդեն ստացանք հենց բուն գիրքը եւ ընթերցեցինք, հիմնադրամում խոսեցինք թիմով եւ հասկացանք, որ ավելի շատ սա մեր հավատք հիմնասյունն է ծածկում։ Բացատրեմ ինչի համար, հեղինակը գրքի առաջին էջերից երբ պատմում է ծանր փորձությունների մասին, ինչի միջով անցել են մեր հայրենակիցները Արցախում, խոսում է Աստծո հետ եւ ասում է փրկիր, որ վերադառնանք։ Եվ այդպես նուրբ թելով տանում է մինչև գրքի վերջը եւ ասում է դարձի գանք, որ վերադառնանք։ Այսինքն ամբողջ գրքի ընթացքում հեղինակը շատ բացառիկ անկեղծությամբ ու այնպես ինչպես միայն մարդը, որ անցել էր այս ամենի միջով կարող էր անել, տանում է ապաշխարության խորհուրդը, այսինքն սա այն է, ինչ մեզ մարդկանց, ովքեր հակարի կամուրջից այս կողմ էին մնացել այդ արհավիրքի ժամանակ, շատ պետք է ու շատ կարևոր է եւ մեր հիմնադրամի համար էլ մենք կցանկանանք, որ ամեն մեկի տանը սեղանին լինի անպայման այս գիրքը, ամեն մեկը անցնի այս գրքի առաջին էջից մինչև վերջ ճանապարհը ու անցնի այդ ապաշխարության խորհուրդը հարցնելով, իսկ մենք ինչ էինք անում այդ ժամանակ այստեղ ու ինչ պետք է մենք անենք մեր հայրենակիցների համար, ովքեր անցել են այս ճանապարհով։ Եւ այդ պատճառով այս գիրքը գիտենք, որ կարևոր մի բան ենք հովանավորում, բայց ընթերցելուց հետո հասկացանք, որ մենք էլ չենք պատկերացնում, թե ինչքան կարևոր մի բանի մաս ենք դառնում։ Խոսում ենք գրքի մասին, որ սա փաստավավերագրություն է, ականատեսների աչքերով, թե ինչպես է տեղի ունեցել եւ անցել բլոկադայի այդ օրերը, ինչպես են ընդհանրապես հայրենի տունը լքել եւ եկել Երևան, հետաքրքիր է որպես պատմական փաստ, պատմավավերագրություն, սա որքանով կարող է պետք գալ ընդհանրապես միջազգային հանրության առջև կամ որևէ իրավական, միջազգային իրավական դաշտերում որպես այդպիսին փաստավավերագրություն ինչքանով կարող է պետք գալ։ Բնականաբար այդ առումով եւս բացառիկ կարևոր նյութ է, քանի որ հեղինակը պատմել է ոչ միայն իր պատմությունը, այլ նաեւ եւս 12 կանանց ու շատ ճշգրիտ ընտրելով իր հերոսներին, որովհետեւ փակում է ամբողջ կարելի ասել
սպեկտրը, թե ովքեր են եղել այդ մարդիկ, ինչքան տարբեր ճակատագրերով ու ինչքան հիացմունքի է արժանի, թե ինչպես են կարողացել անցնել այդ ճանապարհի միջով այդքան տարբեր մարդիկ, բայց այդքան նույն ճակատագրով։ Ու իրականում այս գիրքը մեր բոլորի մասին է, այսինքն սա մեր պատմությունն է, որովհետև Ծովինարի պատմությունը սկսվում է ամենադաժան մասից, հա, հենց վերջից արդեն գաղթի ճանապարհից, բայց ինքը հետ է գնում մինչև հաղթանակ, այսինքն հետ է գնում մինչև շարժում, մինչև հաղթանակ, ու դա էլ շատ կարևոր է ընթերցողի համար, հենց այդ հույսը վերադարձի, որովհետև երբ հետ ես քայլում այդ ճանապարհով ու հիշում ես, թե ինչից է այս ամենը սկսել, դա այն հույսն է, որ մենք կուզենայինք, որ յուրաքանչյուրի մեջ արտնաներ այս գիրքը կարդալուց հետո եւս։ Ես հասկացա, որ դուք առանձնակի կերպով առանձնացնում եք հենց այդ հույսի դրսևորումը ցանկացած գրքում, որովհետև նախորդ անգամ եւս ասացիք, որ կարմիր թելի պես այդ ամբողջ հուսադրող էներգիան գրքից սկզբից մինչև վերջ գնում է, այս անգամ եւս փաստորեն, չնայած այդ ամբողջ տեսարանների նկարագրությանը, վավերագրությանը, ամեն դեպքում հույս ներկայացնում է հեղինակը մեզ, տալիս է այն հույսը։ Գուցե սա այն է, ինչ մեզ ամենաշատն է, որ պակասում է հիմա ու դրա համար անընդհատ ինքնաբերաբար հենց պտտվում եւ դրան եմ գալիս, հենց այդ հույսին եմ գալիս, բայց կուզենամ հույսից նաեւ անպայման առանձնացնել մի կարևոր բան, որովհետեւ միայն հույսով չի լինի, դա պատասխանատվությունն է այս բaragայում ու դա եւս մենք մեզ համար վերցրեցինք այս գրքից, որովհետեւ այն, որ այս ամենից հետո հեղինակը ասում է դարձի գանք, որ վերադառնանք, այսինքն հեղինակը նորից վերցնում է իր վրա պատասխանատվությունը, այսինքն ինչ ես անեմ, որ վերադառնանք, ու ես կուզենամ, որ յուրաքանչյուրս, որ կարդում ենք այս գիրքը, հենց այդ հայացքով նայենք, իսկ ես ինչ անեմ, որ այդ վերադարձը հնարավոր լինի, այսինքն այո, հույս եւ պատասխանատվություն։ Քնարիկ, մի փոքր պատմեք Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի մասին, ինչ գործունեություն է ծավալում, տեսնում ենք, որ մշակույթի կողքին է, հատկապես գրականության եւ հովանավորում է, ինչ ծրագրեր կան արժևում, թե մշակութային եւ թե ընդհանրապես, որոնք որ Ամրոցը այս պահին պատրաստվում է իրականացնել։ Այո, մշակույթը, գրականությունը ստեղծագործելը ու ստեղծագործելը խթանելը Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի առաջնահերթություններից է։ Մեր ծրագրերի շահառուները հիմնականում պատանիներ են, երիտասարդներ են եւ մեր ծրագրերը հիմնականում հենց իրենց համար են ու այս պահին, ինչպես անցած անգամ էլ պատմեցի, շատ ակտիվ փուլում է Ծիլ երիտասարդ ստեղծագործողների համար նախատեսված ծրագիրը եւ մենք աշնանու ունենալու ենք կրկին մեծ մրցույթ եւ ամեն անգամ, երբ խոսում եմ մրցույթի մասին, անպայման հարկ եմ համարում նշել, որ մրցույթը բաց է լինելու թե արևմտահայերեն, թե արևելահայերեն, թե բոլոր բարբառների ու հայերենի բոլոր դրսևորումների համար, այսինքն մեզ համար առաջնահերթ է տալ հնարավորություն հայ պատանիներին աշխարհի բոլոր ծայրերից արտահայտվել հայերենով, պատմել իրենց մասին հայերենով, իրենց արմատների մասին հայերենով, միավորվել ու միասին ստեղծագործել ու նորից գալով հենց գրքի տրամաբանության մեջ ուզում եմ անպայման շեշտել, որ բնականաբար շատ խրախուսվում են նաև արցախյան բարբառով աշխատանքները ու մենք շատ ուրախ կլինենք, եթե արցախցի պատանիների աշխատանքներ եւս շատ ստանանք աշնանկայանալիք Ծիլ մրցույթի ընթացքում։ Իսկ այս գրքում եւս կան արցախյան բարբառը պահպանած արտահայտություններ։ Կտորներ կան, որոնք որ միանգամից այդ հիշողության թելով տանում են մեզ Արցախ, այո, իհարկե կան, գիրքը արցախյան բարբառով չի գրված, այո, իհարկե, անպայման։ Լեզուն է շեշտադրվում գրքում։ Դե ինչ շնորհակալություն Քնարիկ, մենք դեռ իհարկե ունենք առիթ եւ հյուրեր անդրադառնալու գրքին եւ խոսելու գրքի մասին, այս պահին զրուցում էինք Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քնարիկ Ջալաթյանի հետ։ Ամրոց հիմնադրամը իհարկե Նյումեկ հրատարակչության նոր գիրքն է Ծովինար Բարխուդարյանի վերջին կարմիր շրթներ թողարկել, Արցախյան օրագիր է, գլխավոր հովանավորն էր Ամրոցը, այո։ Գրքում հեղինակը պատմում է իր եւ 12 ականատես կանանց պատմությունները, դիտենք նաեւ տեսանյութը, որտեղ ականատեսները պատմում են տեղահանության եւ իրենց ապրումների մասին եւ վերադառնանք մեր ընթացքին։ 2 տարեկան երեխային նայելով մտածում էի ինքը 40 տարեկան է։ Մենակ մեր հակի շորերավը։ Երեխաներ, հաշմանդամներ, ծերեր, մենք իսկականից որ բռնեցին գաղթի ճանապարհը։ Ուրեմն մեր տղաները կռվել են թուրքերի դեմ, որ մենք կարողանանք գյուղից դուրս գանք։ Եթե իրանք կռված չլինեին, արդեն 500 մետր մնացել որ հասնեն գյուղ։ Գնում էինք փուռ, ասում են չկա արդեն հաց։ Ինչ ենք տանում, մի փոքր սենց ամանի մեջ կուրկուտ գնում էինք ուտելիքը տալու, տեսնում որ չկա այլևս այդ տատիկը, մահացել է։ Իմ հողումս մոզում մեռնի։ Շատ բան չենք հայել, որտեվ կար վախի զգացումը։ Տեսնես մերոնք են կրակում, թե իրանք, մերոնք, թե իրանք, ամենադաժան օրը պատերազմի հաջորդ օրն է լինում։ Գերի են տանելու, ողջ են արդյոք թե չէ։
ուղարկավորեցին հաջորդ օրը ճանապարհը բացվեց, չէինք շտապում դուրս գալ ընդհանրապես։ Ավազակների նման դեղատնևն էինք ջարդում մտնում, մարդիկ լացում էին, գոռում էին, ինչ-որ շատ դաժան ֆիլմի կադրեր էին։ Կրակում էին, անընդհատ կրակում էին։ Ոմեն գիշեր պարտում ես, մտածում ես, որ առավոտյան կարաս չարթնանաս, որ մի օր թշնամին չէր կրակում, այդ արդեն լավ օր էր։ Մեր գյուղի ներքևում շլագբաուն էին դրել բուրգերը։ Նկատեցի, որ այդ խաչի իջեցնում են։ Ամեն շաբաթ մի քանի զոհ ունեին։ Պապաս տենց էլ վերջի անգամ չեկավ տուն։ Մեզ ուղղակի ասեցին, «Վсё, առանց ընտրության դուք պետքա գնաք այստեղից»։ Մտքովս չի էլ ուզում անցնի, որ մենք ձեդը բաբին նայելու ենք, ինչպես տեղի բնակիչները Արարատին։ Գալ Գորիսից իրենց լեզվով սպեցգրոզը ընդունի։ Այսինքն դիմավորի դիակը։ Չպիտի լինի Մարտունու շրջան, պիտի լինի Խոջավանցկի район. Играют միացում на костях этой девушки. Կարողացա հասնել Պանիխիդայի վերջին, անպաշտպան մարդուն, ոչ ոք չի սիրում։ Ահա եւ վերջ։ Իմացա, որ բալիկի եմ սպասում, ժամանակից 2 շաբաթ շուտ ծնվեց։ Սկզբում կաթ ունեի, բավարարում էր բալիկիս, բայց դա տևեց ընդամենը 10 օր։ Մեզ բարի մարդիկ օգնեցին, վազեցինք եկեղեցու ապաստարան, ինչ որ լինի, թող մի անգամից լինի։ Էլ կրկժանը մերը չի, թշնամին արդեն ցորում էր, որոշեցի Արսենի անուն ազգանունը գրել ու դնել իր ծոցակրպանում։ Ես ամեն ինչ եմ թողել այդ օրորոցի մեջ։ Երեխան գտնվում էր ծանր ռեանիմացիայում։ Ամեն ինչից զրկված էինք, չէի կարող զանգեի ոչ ամուսնուս, ոչ երեխային։ Դե խոխին ինչ այսինս էր ուչ մեր պապացով։ Կոծրեցի ամեն ինչ, եւ հայրենիք, եւ ամուսին։ Հերձարանից էին ասում, որտեղ չկա։ Իրան թողել ենք մենք եկել այդ ոնց կգտնենք իր այդ գերեզմանի տեղը։ Դուրը բաց էինք թողել։ Մտածելով, որ մեկը էսա գալու։ Տան հենց ուղղությամբ ամեն օր գործի գնալուց թուրքի դիրքն էի տենում։ Վազելով գնացի մանկապարտեզ այդ պայթյունների տակ, մենակ այդ պայթյուններն եմ հիշում։ Ամբողջ տան բարձրությամբ ծուխ եմ տենում։ Մինգի գյուղից հետո ադրբեջանցիները 2 տեղ դիրքավորված էին։ Նույնիսկ չկարողացանք վերադառնալ գյուղ, որ գոնե երեխաների համար շոր վերցնենք։ Շուշի չհասած հենց ճանապարհի մոտ ադրբեջանցիները նստած սարերի տակ խոսում էին, շետի կանգին գրանցել։ Հենց Արցախում ենք մահացավ։ Հայրենիք ու ծնող կորցնել։ Դա աննկարագրելի ցավ է։ Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, զրուցել Նյումեկ հրատարակչության նոր գրքի մասին, հեղինակն արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանն է։ Վերջին կարմիր շրթներկը, Արցախյան օրագիրը գրքի պրոդյուսերը լրագրող Արտակ Հերիքյանն է, այսօր նա տաղավարում է, բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Բարի լույս, շնորհակալություն ձեզ հրավիրելու համար։ Գիտենք, որ գաղափարը գրքի ձերն է, այս պատմությունները ժամանակին եղել են հեռուստա հաղորդաշարեր, որպես այդպեսին վերածվեց գրքի։ Խնդրում եմ փոքր պատմեք սրա անցման մասին դեպի գիրք։ Նախ պետք է պատմել հեռուստա նախագծի մասին, որովհետև հեռուստա նախագիծը ստեղծվեց, որպեսզի Ծովինարի ռեաբիլիտացիան գաղթից հետո հնարավորին սահուն լինի եւ հայրենազրկումից հետո երևի չեք կարող պատկերացնել մարդու հոգեվիճակը, երբ դատարկություն է, ոչինչ չես ուզում անել, իսկ Ծովինարը 5-րդ ալիքի մշտական թղթակիցներ Արցախում, ամենաակտիվը, միշտ առաջնագծից ամենահրատապ ռեպորտաժներն էր ուղարկում պատերազմի ժամանակ։ Ես 5-րդ ալիքի լուրերի տնօրենն եմ, էի եւ է։ Եվ երբ վերադարձավ, բնական է, որ իր աշխատանքային միջավայրը պետք է լիներ 5-րդ ալիքը, բայց բնական է նաեւ, որ նա աշխատելու որևէ բան անելու ցանկություն չուներ։ Եվ նրան շահագրգռելու միակ միջոցը այն էր, որ նա չէր կարող գալ եւ օրվա լրահոսին հետեւել, մտնել ռիթմի մեջ եւ մտածեցի մի բան, որ կօգնի նրան վերսկսել ապրել նախ եւ վերսկսել աշխատել եւ առաջարկեցի ականատեսը հեռուստանախագիծը, որտեղ նա ամեն շաբաթ պատմում էր իր պատմությունը գաղթից մինչեւ ուժեղ Արցախ, մինչեւ Արցախյան շարժում, երբ ինքը
դեռ երիտասարդ աղջիկ էր, երբ այդ նախագիծը ավարտեցինք, որոշեցինք, որ այն պետք է նաև անպայման գիրք դառնա։ Ու այս գիրքը մեկ անգամ արդեն ասել եմ, նախ եւ առաջ ինձ համար ողբերգական, ազգային ողբերգության ծանր շրջանում երկու ընկերների, երկու բարեկամների միասին ցավը հաղթահարելու պատմություն է։ Այս գրքում, եթե չեք կարդացել կամ կարդացել եք, շատ անկեղծ շարադրանք է այն ամենի, ինչ տեսել, զգացել է Ծովինարը, փոքրիկ Ծովինարը, մինչև հեռուստալրագրող Ծովինարը, արցախցի կինը եւ որպես փաստագրական արժեք ապագայում կարծում եմ դեռ գնահատելու հնարավորություն կունենան ապագայի պատմաբանները, ապագայի հետազոտողները։ Եթե իմ հաջորդ հարցը հետեւյալն էր լինելու, սա վավերագրություն է, միանշանակ պատմավավերագրական փաստ, որպես այդպիսին մենք իհարկե նախորդ հյուրի հետ քնարիքի հետ մի փոքր զրուցեցինք այս մասին, թե ինչքանով կարող է սա ակտուալ լինել Արցախցու օրակարգի մասին միջազգային հանրություններում եւ այդ իրավական դաշտերում, որպես այդպիսի պատմող փաստավավերագրություն։ Սա սկզբնաղբյուրի արժեք ունի եւ հուսանք, որ հետագայում գիրքը կթարգմանվի նաեւ տարբեր լեզուներով եւ եթե ապագայում միշտ ասում եմ, եթե մեկ կամ երկու հղում արվի այս գրքին, արդեն նշանակում է, որ այս գիրքը պետք է լիներ։ Բայց այս գիրքը ինձ համար ինչ որ առումով նաեւ հայի սահմանումն է։ Դուք գիտեք, որ մեր մեծերը միշտ հայի ինչ որ սահմանում են փորձել տալ։ Այս գրքում, այս գրքի տողատակերում մենք տեսնում ենք հային, ամենաբարձր հայից մինչև ամենաստոր հային։ Եվ վերջնարդյունքում մենք ինչ որ իմաստով ունենում ենք ազգային ախտորոշում, թե ինչպես ենք կարողանում հերոսանալ եւ ինչպես ենք կարողանում դավաճանել, ինչպես ենք կարողանում մատնել, այդ ամենը կա այս գրքում եւ այս առումով ինքը նաեւ ինքնաճանաչողական, ազգային ինքնաճանաչողության իմաստով կարծում եմ շատ արժեքավոր նյութ է։ Իհարկե այս նյութում Ծովինարը ամեն ինչ չի որ պատմում է, որովհետեւ եթե դուք դիտեք հականատեսի մի քանի թողարկում, այնտեղ Ծովինարը տեղ-տեղ շատ երկար լռություն է պահպանում, շատ խորը շունչ է քաշում եւ դա կարող եմ ձեզ վստահեցնել, որ հեղինակ վարողի հերոստատեսային տրյուկը չի, դա այդ լռության մեջ, այդ հոգոցի մեջ չպատմված պատմություններ են, որոնք հետագայում, եթե համարձակություն ունենա Ծովինարը պատմելու, այդ ինքնաճանաչողության առումով, ազգային ինքնաճանաչողության առումով ավելի արժեքավոր կլինի եւ ես հույս ունեմ, որ սա գրքի վերջին կարմիր շրթներ կգրքի միայն առաջին հատորն է, որովհետեւ պատմությունը դեռ շարունակվում է, չպատմված պատմություններ դեռ կան եւ հույս ունեմ, որ գրքի վերջին պատմությունը լինելու է վերադարձի պատմություն։ Եվ այդպես էլ թող կոչվի վերադարձ։ Վերադարձ։ Նաև գեղարվեստական գրականություն որպես ինչով կառանձնացնեք գիրքը, որտեղ ոչ միայն պատմական իրավական վավերագրությունն է, այլ նաև գեղարվեստական նյութ ընթերցանության համար պահպանված են արդյոք երանգավորումները։ Տեսեք, ես բնական է, որ առաջին ընթերցողն եմ եղել, նաև որպես խմբագիր, որպես պրոդյուսեր այդ հեռուստանախագծի, հետո նաև գրքի, լրագրողական պարզ, կենթանի, վառ լեզվով է գիրքը, եւ ամենակարևորը, ինչը ես ուզում եմ հատուկ շեշտադրել, անկեղծությունը, այսինքն այնտեղ բարերի տակ ինչ որ բան չի թաքցվում։ Լրագրողական լեզու է, իսկ լրագրողական լեզվի պարզությունը պետք է ձեզ հայտնի լինի մեր համաշխարհային գրականության մեջ էլ ամենահեշտ, ամենալավ, ամենաթեթև ընթերցվող գրողները միշտ սկսել են լրագրությունից։ Ես համոզմունք ունեմ միշտ, որ այն գրողները, որոնք սկսել են լրագրությունից, միշտ ավելի պարզ լեզվով են գրել, եւ նրանց վեպերը, նրանց պատմվածքները շատ ավելի թեթև, ընկալելի են, հեշտ կարդացվող, պարզ ու խորը, քան բուն, այսպես գրական սկիզբ ու գրական շարունակություն
ունեցող հեղինակներին է, չեմ թերագնահատում մյուսներին, պարզապես լրագրողական լեզվի թեթևությունը, պարզությունն ու անմիջականությունն եմ ուզում շեշտել եւ որոշակիությունը ամենակարևորը։ Այսինքն երկար, ծանր նախադասությունների հետևում չասված ճշմարտություններ չկան։ Ասվում է այն ինչ կա եւ գրված է վառ կենթանի լեզվով, շատ պատկերավոր, որովհետեւ Ծովինարը ես գրքի նախաբանում գրել եմ, որ պատմելու համար պետք է ունենալ լավ հիշելու համար պետք է ունենալ լավ հիշողություն, իսկ չմոռանալու համար նաև սիրտ պետք է ունենալ, այստեղ սրտով պատմված եւ լավ հիշողությամբ պատմված պատմություններ են։ Այդ տեսեք օրինակ մենք լեզվի մասին խոսում ենք, նաև հասկացանք, որ գրքում պահպանված է բարբառային որոշ դիալոգներ, հատվածներ, շատ կարևոր է, մենք խոսում ենք թարգմանության մասին գրքի, բայց լավ կլիներ, որ դա առաջնային խնդրով դրված լիներ օրակարգում եւ առհասարակ թարգմանվեր, որովհետեւ մենք ունենք հիմա պատմական փաստեր, վկայություններ, վավերագրություն եւ կարծում եմ շատ ճիշտ գործիք է, շատ ճիշտ ժամանակն է այն աշխարհին նաեւ ցուցադրելու եւ հասանելի դարձնելու։ Ես կարծում եմ, որ նյումեկ հրատարակչության մեր ընկերները, որոնք շատ հետևողական են իրենց բռնած գործի մեջ, որովհետև ես որպես թարգմանիչ նաև 1-2 համագործակցություն եմ ունեցել Նյումեկ հրատարակչության հետ, թարգմանելով Ազնավուրի վերջին ինքնակենսագրականը, որից հետո Նյումեկ հրատարակչությունը այդ ամբողջ ժառանգությունը հայերենացրեց Ազնավուրի, նաև Մակրոնի հեղափոխությունը եւ կարծում եմ, որ Նյումեկ հրատարակչությունը, որը իդեպ այս գրքի շնորհանդեսը շատ հրաշալի էր կազմակերպել, իրոք գրանդիոզ շնորհանդես էր կազմակերպել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել, այնուամենայնիվ իր օրակարգում կդնի նաև գրքի թարգմանության հարցը, օտար լսարանին հասանելի դարձնելու նպատակ կունենա։ Որովհետև կարևոր է վավերագրությունները միանշանակ տեղ հասցնել, որովհետև մենք խոսում ենք, բարձրացնում ենք մեր ձայնը, ճիչը, աղաղակը, եւ դա պետք է մեր երկրի սահմաններից դուրս է։ Գիտեք, Ծովինարի գիրքը առաջինն է որպես արցախյան վկայություն, բայց վստահ եմ, որ վերջինը չի լինելու, որովհետև մարդիկ կամաց ուշքի գալուց հետո արդեն ուզում են պատմել իրենց տեսածը։ Եվ սա նաև օրինակ է, որ մյուսները շահագրգռվեն, որովհետև միշտ գիտեք, երբ որ ականատեսների հետ խոսում ես որպես լրագրող, նրանք ասում են, բայց դա ինչ է փոխելու մեր կյանքում, ոչինչ չի փոխելու, ինչու խոսեմ, ինչի պատմեմ, ինչու այդ ցավը նորից վերապրեմ, անընդհատ վերապրեմ։ Եվ այդ պատմությունները լռում քնում են իրենց մեջ, այսպես շոկի առաջին շրջանում, բայց հետո երբ որոշ ժամանակ անցնում է, նրանք զրուցակիցներ են փնտրում պատմելու իրենց պատմությունը եւ ես վստահ եմ, որ Նյումեգը եթե ոչ 150,000 արցախցու վկայություն, ապա 150-ը անպայման առաջիկայում կունենա։ Շնորհակալ ենք ձեզ նախ անդրադարձի համար, որպես այդպեսին երկրորդ հրաշալի կերպով ներկայացնելու։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին ասել, որ կարող են գտնել Նյումեկ հրատարակչության կողմից իրականացած այս հրաշալի փաստավավերագրական աշխատությունը, աշխատանքը, որը կոչվում է Վերջին կարմիր շրթներկը, Ծովինար Բարխուդարյանի հեղինակությամբ։ Շնորհակալություն, պարոն Հերիկյան։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն աջակից լինելու համար։ Շնորհակալ եմ։ Առջևում եթերն է դեռ, սիրելի հեռուստադիտողներ, քիչ անց ունենալու ենք եւս մեկ հյուր, որը կպատմի արդեն գարնան գալու հետ մեկտեղ ինչպեսի խնամք է պահանջում մեր մաշկը, բայց այս ամենը միանշանակ գովազդից հետո մնացեք մեզ հետ, հետաքրքիր առջևում է։ Բայց դեռ շարունակվում է գրքի շնորհանդեսը, սիրելի հեռուստադիտողներ, եւ մենք շարունակում ենք խոսել Նյումեկ հրատարակչության նոր գրքի մասին։ Հրատարակվել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանի Վերջին կարմիր շրթներկը Արցախյան օրագիրը։ Գրքում ներկայացված են հեղինակի եւ 12 արցախցի կանանց հուզիչ, սարսափելի ու ցավոտ պատմությունները։ Ծովինարը հիմա մեր տաղավարում է, բարի առավոտ, բարի լույս, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Ծովինար, ունեցանք հյուրեր, ովքեր խոսեցին գրքի մասին, մենք քննարկումներ ունեցանք, բայց ոչ ոքի այս հարցը չենք տվել։ Ինչու կարմիր շրթներկ։ Վերջին կարմիր շրթներկ, ով է կարմիր շրթներկով աղջնակը։ Դուք, ինձ թվում է, սա ականատեսի վավերագրություն է միանշանակ եւ նաեւ ձեր կարմիր շրթներկը այս պահին փաստում է դրա մասին։
Իրականում կարմիր շրթներգ վերնագիրներ է ստեղծվել, այսպես քիչ առաջ Արտակը խոսեց Հերիքյան, իմ եւ Արտակի պատերազմի ժամանակ նամակագրությունից, երբ ես մտա եթեր սեպտեմբերի 27-ին 2020 թվականի, դե այսպես բացեցի իմ դիմահարթ Արմանետ տոպրակ ու տեսա, որ ընդամենը մի շրթներգ է մեջը, կարմիր շրթներգներ, որը ես միշտ շատ սիրում էի, ուրիշ գույն չունեի ես պարզապես, ստիպված էի քսել ու մտնել եթեր, կարմիր շրթներգով շատ դաժան լուրեր կարդալ ու անընդհատ այդ ընթացքում դե էլ խանութ չկար բաց բան, որ փոխի գույնը ու անընդհատ այդ կարմիր շրթներգն էի քսում ու արցախցիները այնտեղ միշտ գրում էին ինձ, ասում են, որ կարմիր շրթներգով ես լուրերը ասում, կարծես մի քիչ ոգևորվում ենք մենք, որ ամեն ինչ լավ կլինի ու պատերազմի վերջին օրերն էին, Արտակը ինձ չէր հարցնում ոնց ես կամ այս ռեպորտաժը պետք է, ուղղակի գրում էր ծովինար, այսպես երկար գրում էր ծովինար ու ես պատմում եմ իրեն, ինչ է կատարվում, հետո ինչպիսի վիճակում եմ ես ու վերջին օրերին արդեն գրեցի Արտակ, կարմիր շրթներգս վերջանում է, այդ նշանակում է, որ իմ հույսը վերջանում է, այսպես կարմիր շրթներգը դարձավ հույսի խորհրդանիշ, բավական երկար ժամանակ ես չէի քսում այդ շրթներգը, բայց երբ եկա այստեղ անընդհատ ինձ կարմիր շրթներգ են նվիրում, որ ես չդադարեմ հուսալ, ու ես նորից սկսեցի քսել կարմիր շրթներգը։ Եվ շարունակեք օգտագործել դա որպես խորհուրդ հույսի ու սպասումի եւ վերադարձի, որը միանշանակ անդրադարձել եք։ Ինչքան կարմիր շրթներգերով եք դուք վերադառնալու Արցախ, որ վերադառնալու հենց հիմա շատ ունեմ։ Արցախում հենց եկեք խոստանանք, որ հենց վերադառնում ենք Ստեփանակերտ, բացում ենք կարմիր, միայն կարմիր շրթներգերի։ Շատ լավ։ Ծովինար, դուք այո, ականատեսն եք մարդ, որը որ տեսել է սարսափելի պատմություններ, դեպքեր, վիճակներ, որոնց մասին խոսել է միանշանակ, հասկանալիորեն եւ հոգեբանորեն, շատ նորմալ է, որ չես կարողանում խոսել, պատմել դրա մասին, որովհետև Արտակը Հերիքյան շատ կարևոր գիծ առանձնացրեց եւ անդրադարձավ դրան, որ պատմվելը շատ կարևոր է, որովհետև մենք գործ ունենք հետագայում խոսելու դրա մասին, ոչ միայն մեր երկրում, դրա սահմաններից դուրս նաեւ։ Հետաքրքիր է, ինչպես կարողացաք ուժ գտնել դուք դրա մասին խոսել եւ երկրորդ դառնալ մոտիվացիան եւ ուժը այն ականատեսների, ովքեր որ սկսեցին պատմել իրենց պատմությունները։ Իրականում էլի այստեղ Արտակի մատն է խառը, երբ ինքը ինձ կանչեց գործի, ես այնպեսի հոգեվիճակում էի, չնայած մինչև հիմա էլ դա կա մեր մեջ, անդադ մեղքի զգացում ունենք, ինչ կարող է անել ես, որ չարեցի, որ սա չլինի։ Ես կարծում եմ իմ բոլոր հայրենակիցներն էլ այդ հարցը ամեն օր առավոտ երեկո տալիս են իրենց։ Այդ հարցը մեզ շատ է տանջում, ինչ կարող էինք անել, որ չարեցինք ու ես նույնը իմ մտքերով կիսվում է Արտակի հետ, ինքը ասաց դու հիմա էլ կարող ես մի բան անել Արցախի համար, դու կարող ես կիսվել քո հիշողություններով, դու կարող ես այդ պատմությունը թողնել սերունդներին ու դու կարող ես վերադառնալ այդ պատմության միջոցով Արցախ, դու կարող ես հիշել ու վերադառնալ այն Արցախը, որ դու ուզում ես, որին դու կարոտում ես։ Հենց այդ վերադարձի գաղափարը, այդ գաղափարից ես կարճեցի, այսպես պինդ ու ստացվեց ականատեսը նախագիծը, ինչը շատ լավ ընդունվեց էլի արցախցիների կողմից։ Գիտեք, մենք ժամանակ չունեինք անգամ լացելու այդ վիշտը վերապրելու, մենք ժամանակ չունեինք հրաժեշտ տալու, մենք ժամանակ չունեինք հավաքվել, ոչ մի բանի մենք ժամանակ չունեցանք ու նույնիսկ սքալը կիսատ էր թողնված ու նաև այդ հեռուստանախագծի միջոցով իրանք կարողացան քիչ թե շատ հիշել ու մի քիչ ազատվել այդ ցավից, մի քիչ ազատվել այդ ցավից,
տեղ բացելով հույսի, հավատի համար, համբերության համար, Սա իսկապես վավերագրությունն է, որը պատմելու է իրոք, եւ մենք խոսում ենք նաեւ արտակի հետ թարգմանությունների մասին, որ արդեն օտարալեզու մարդկանց կպատմի այս ամենի մասին, որը եւ գեղարվեստական եւ վավերագրական գիծ ունի եւ դրսեւորում ունի։ Կազմելուց անձամբ գիտակցում եք, որ շատ մեծ արժեք է Իրանից ներկայացնելու եւ պատմական եւ քաղաքական տեսանկյունից։ Գրքի հետագա ճակատագիրը ինչպես եք պատկերացնում։ Սա արդեն որպես գրականություն գիրք, չգիտեմ, ճիշտն ասած, անկեղծ լինեմ, այդքան հեռուն չենք, ես չեմ նայում, ինչպես կստացվի, մեկ տարի առաջ ես չէի պատկերացնում, որ ականատեսը կդառնա այսպես գրգույկ։ Այո, գրքի տեսքով։ Տիկին Բարխոդարյան, ինչ արձագանքներ եք։ Զովինար։ Ինչ արձագանքներ եք ստացել հենց արցախցիների ընթերցանությունից, հետո կարդացել են գիրքը եւ ես ավելի շատ իրենց համար եմ ուրախանում, որ այսպես ուզում են ունենալ այդ գրքից, որովհետեւ գիտեք, սա միայն իմ հիշողությունը չի, յուրաքանչյուրն էլ որ Ստեփանակերտցիներից, Հադրութեցիներից, Ասկերանցիներից, արցախցիներից ով կարդա այս գիրքը, ինքը կարծես ինքն է պատմում դա, որովհետեւ այդ այս կա չէ այսպեսի հասկացություն, հավաքական հիշողություն, որովհետև այդ ամեն ինչի միջով մենք միասին ենք անցել, իրենք էլ են հիշում այդ ցույցերը, իրենք էլ են հիշում այդ պատերազմները, իրենք էլ են անցել բլոկադայի միջով, բռնագաղթի, այս պատմությունը մեր բոլորի պատմությունն է։ Հեշտ էր համոզելը 12 Ուղղակի ես մի քիչ համարձակություն ունեցա, առաջինը ես գրեցի, վստահ եմ, որ շատ-շատերը կգրեն, շատ-շատերը կհավաքեն եւ շատ ուրախ կլինեմ, որ սա հիմք լինի շատ ավելի պրոֆեսիոնալ տեսակետից գեղարվեստական գրականության համար, փաստագրության համար Մեզ մոտ էկրանավորումը որպես այդպեսին շատ ակտուալ է, ես վստահ եմ, որ թող լինի։ Փաստավավերագրական իհարկե ֆիլմեր նաև նկարահանվում։ Եթե դա կօգնի, որ իմ ժողովրդի պատմության, իմ երկրի պատմության մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ իմանալով այդ իմացությունը գործողության վերածվի, արդյունավետ գործողության վերածվի, թող լինի։ Երբ խոսում ենք այս պատմությունների մասին եւ ականատեսներին որևէ հարցեր ենք տալիս, այդ պատմությունից հետո գրեթե լռություն է լինում եւ ասել որևէ բառ կամ հավելում այս դեպքում չես կարողանում անել, բայց բովանդակության մասին, եթե անդրադառնանք գրքի բովանդակությանը, ինչպես եք կարողացել այս մարդկանց պատմությունները թե լսել եւ թե վավերագրել, բայց անպայման հիմքում դնել հավատը, դրա չկորցնելը, հույսը եւ անպայման վերադարձի մասին Իրականում ես բոլորին ճանաչում էի, եթե շատ մարդկանց անձնապես չէի ճանաչում, իրենք են ինձ ճանաչում, ես իրենց ծովինարն եմ, և երբեք չէին մերժում ինձ, երբ զանգում էի, խնդրում էի, որ կիսվեն ինձ հետ, չեմ լսել, որ մերժեն ինձ, շատ ծանր է այդ ճանապարհով անցած մարդկանց հետ զրուցելը, բայց խոսել մի մարդու հետ, որը տեղյակ է, թե ինչի մասին է խոսում ու անցել էինք այդ ճանապարհով, մենք կարծես զրուցում էինք, ուղղակի հիշում էինք այդ ինտերվյուների ժամանակ այդ պատմությունները ու մի տեսակ, որ ես էի, իրենց համար հեշտ էր Ղարաբաղի բարբարով ասացի։ Իդեպ Ղարաբաղի բարբարի անդրադարձակ, մենք եւս զրուցում էինք, որ գրքում տեղ են գտել տարբեր արտահայտություններ, բառային։ Հա, այդ ուղղակի թարգմանել հնարավոր չէր երևի։ Թարգմանել հնարավոր չէր։ Նաև կոլորիտներ։ Կոլորիտ, որովհետև խոսում ենք գեղարվեստականությունից, այս դեպքում ոչ միայն սա լրիվ վավերագրություն է, դոկումենտալ վիճակներ, գեղարվեստական լեզուն անկեղծությունն է, ինչպես հասկացանք։ Իսկ բարբարում ինձ շատ օգնել է մեր լավ բարբարագետ Լուսինեն Մարգարյան, ինքը բարբարն էլ պետք է շատ գրագետ մատուցել կարողանալ ու ինքը ինձ շատ օգնել է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ես Լուսինեին։ Մենք միանում ենք բոլոր շնորհակալությունների շարքին, որ վերջապես գիրքը լույս է տեսել, կա պատմություն, իդեպ Արտակը նաև Հերիկյան ասաց, որ սա առաջինն է, որը որ պատմում է այս ամենի մասին արդեն գրականության տեսքով, իհարկե չմոռանալով հաղորդաշարերի մասին բնականաբար, բայց
գիրք էջեր, որոնք որ պատմում են այս օրերի մասին, այդ բլոկադայի, այդ սարսափելի պատմությունների, եւ թող սա այո լինի մոտիվ ուժ չկորցնելու հավատը եւ անպայման վերադառնալու ես ձեզ մաղթում եմ միայն ուժ, կորով եւ եռանդ։ Շնորհակալություն ձեզ միասին հետագա ճանապարհ անցնելու։ Ես էլ ուզում եմ արդից օգտվելով շնորհակալություն հայտնել Ամրոց հիմնադրամին, որ կարևորում է նման գրքերի նշանակությունը շատ մեծ տեղ է տալիս, նաև արցախցի գրողներին է ուշադրություն դարձնում, բացի վերջին կարմիր շրթներկից Հերմինեի գիրքն է լույս ընծայվել, եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Նյումեգի իմ ընկերներին, ես արդեն այսպես եմ իրենց ասում, որ հենց մենք առաջարկեցինք դա անել, իրենք միանգամից վստահեցին ու միանգամից հանձն առան ու արեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ իմ բոլոր ընկերներին, որ ինձ հետ էին, իմ newsroom-ի ընկերներին Ինչն է այս օրերին ձեզ մոտիվացնում շարունակելու աշխատել, ոչ միայն լրագրության մեջ, որտեղ որ դուք հրաշալի եք, դա ձեր մասնագիտությունն է, այլ նաև այստեղ գրականությունում, որտեղ որ օրինակ մտքերը հանձնվում են թղթին եւ մի օր դառնում է գիրք որպես այդպեսին։ Ես չեմ կարծում, որ ես կշարունակեմ դա անել, չնայած արտակոծած երկրորդ հատորի մասին, որ վերադառնանք կմտածեմ։ Բայց իմ գործում եթեր, որ ես նորից սկսել եմ եթեր մտնել, ինձ շատ մոտիվացնում է, էլի եմ մարդը, որ քիչ առաջ ստեղ նստած էր։ Այո, մենք խոսում էինք, նա պատմեց։ Այո, ինքը մեծ նշանակություն եւ տեղ ունի ոչ միայն արդեն իմ կյանքում, այլ նաեւ շատ արցախցի իմ գործընկերների կյանքում, որոնց նա բերել է 5-րդ ալիք եւ այսպես մոտիվացնում է, որ չմոռանանք մեր աշխատանքը ու չմոռանանք որ վերադառնանք։ Այո, չենք մոռանում վերադառնալու մասին միանշանակ։ Շնորհակալություն նախ ձեր այս էներգիայի համար, որ ներդրվել է այս ամենի մեջ եւ այո, մեզ ոչինչ չկա ասելու, միայն ու միայն լավ շարունակություն եւ միանշանակ վերադարձ։ Շնորհակալություն ձեզ, հաճելի օր եւ հաճելի անփորձանք եթեր։ Այո, շնորհակալություն։ Մենք զրուցում էինք լրագրող Ծովինար Բարխուդարյանի հետ։ Նա վերջին կարմիր շրթներ Արցախյան օրագիր գրքի հեղինակն է։ Գիրքը հրատարակվել է Նյումեգը, հրատարակել է Նյումեգը, գլխավոր հովանավորն է Ամրոց ազգային զարգացման հիմնադրամը, իսկ գրքի շնորհանդեսի ժամանակ Բարելույսի աշխատակիցներից մեկի գիրքը Ծովինարը մակագրել էր Նաիրային Արցախում հանդիպելու հույսով։ Հրաշալի մակագրություն։ Մենք շատ ենք ուզում, որ բոլորս միասին հանդիպենք Արցախում, մեր հայրենիքում, ուր թողեցինք մեր ինքնության մի մասը։ Վերադարձ Արցախ հաստատ լինելու է, վերջին կարմիր շրթներկը գիրքը վաճառվում է գրախանութներում, սիրելի հեռուստադիտողներ, գիրքը նաև կարող եք պատվիրել newmeg.am կայքում։ Եվ կարդալով, ընթերցելով, իհարկե նաև վերադառնալ մտովի Արցախ։ Թող այս գիրքը դառնա այն վավերագրությունը, որը ոչ մի դեպքում չի թողնի մոռացության տալ իրական ու ճշմարիտ պատմությունը Արցախի եւ արցախահայության մասին։